Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ։ Հունվարի 27-ը կդառնա ազգային համախմբման, թե ազգային պառակտման հերթական օր։ Այսօր խոսելու ենք հիմնականում այդ մասին։ Առաջարկում եմ դուք էլ մեկնաբանություններում ձեր կարծիքը գրեք։ Իսկ եթե ալիքին բաժանորդագրված չեք, առաջարկում եմ բաժանորդագրվեք։ Հավատացեք, զրուցելու շատ ու հետաքրքիր թեմաներ կան։ Եվ այսօրվա թեմաների մասին։ Հունվարի 27-ը Հայաստանի Հանրապետությունում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և խոնարհման օրն է։ Այն առաջին անգամ նշվում է այս տարի, օրը ոչ աշխատանքային է։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում և սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Facebook-ի իր էջում օրվա առթիվ գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել։ Հիշեցնեմ, որ հունվարի 27-ը հիշատակի օր սահմանվել է վերջերս, այդ փաստը միանշանակ չի ընդունվել ընդդիմության կողմից, հասարակության մի մասն էլ դա ընդունեց կիսաանտարբերությամբ և դա տրամաբանական է թվում։ Ի վերջո հունվարի 27-ը ոչ մի կոնկրետ իրադարձության հետ չի համընկնում, ոչ մի խորհրդանշական դեպք այդ օրը տեղի չի ունեցել։ Հունվարի 27-ը մայիսի 9 չէ, ապրիլի 1 կամ 2 չէ, նույնիսկ սեպտեմբերի 27 չէ, մի խոսքով պատմական հիշողության թեմա չկա։ Այսինքն այդ օրվա իմաստը, խորհուրդը, եթե կուզեք ծիսակարգը մեր հանրությանը պետք է մատուցվի, ուսուցանվի զրոյից։ Եվ եթե այս նախաձեռնությունը հաջողվի, ապա մի 100 տարի հետո պատմաբանները կասեն, որ 2026 թվականին ապրողները եղել են այդ պատմական իրադարձության հիշատակի այդ օրը առաջինը տեսնողները, դե ոմանք էլ գուցե մասնակիցները։ Այնպես որ եթե կարողանաք այսօրվանից հետո գոնե մի 100 տարի դիմանալ, կստուգեք ճիշտ եմ կանխագուշակել, թե ոչ։ Իսկ եթե լուրջ, ապա այս պահին հունվարի 27-ի ընտրությունը որպես հիշատակի օր դեռ մնում է ոչ այնքան պոպուլյար։ Ամենաընկալելի բացատրությունը մնում է հայկական ավանդական մոտեցումներին հղում անելը, որ կարևոր տոնից առաջ հանգուցյալների շիրիմներին այցելություն են գնում։ Ես մի բուրն եմ քո Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 27-ին հաջորդող հունվարի 28-ն էլ ոչ աշխատանքային օր է, տոնական օր է, հունվարի 28-ին նշում ենք մեր երկրային զորքերի հայոց բանակի օրը։ Օրը տոնական է, ինչպես նշեցի, ոչ աշխատանքային։ Այս թեմայի հետ կապված մի հարց դեռ մնում է բաց։ Տարբեր իրադարձություններով հիմնավորված հիշատակի տարբեր օրեր արդեն ունեինք կապված ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, անհետ կորածների և մի շարք այլ օրերի հետ։ Չմոռանանք նաև մայիսի 9-ը, որը հաղթանակի օր լինելուց բացի նաև հիշատակի օր է։ Արդյոք այդ և նմանատիպ այլ օրեր էլի հագեցած կլինեն միջոցառումներով, թե փորձ կարվի ամեն ինչ հավաքել, խտացնել հունվարի 27-ի մեջ։ Այս հարցի պատասխանը կարծում եմ բոլորս միասին կտեսնենք առաջիկա ամիսներին։
Ի դեպ, հունվարի 27-ի հետ կապված մի պնդում էլ կա, աղբյուրը դժվար թե կարողանամ նշել, բայց դեռ մինչև հունվարի 27-ին վերաբերող օրենքի փոփոխություն կատարելը լուրեր էին շրջանառվում, թե հունվարի 27-ի ընտրությամբ նպատակ կա նաև ապրիլի 24-ի միջոցառումների մի մասը աստիճանաբար տեղափոխել հունվարի 27 ու ցեղասպանության թեման սվաղել։ Կարող ենք միայն ենթադրել, որ այս մտավախության հեղինակներին պետք է փնտրել ընդդիմադիր դաշտում։ Արդյոք հիմնավոր է այս թեզը, այդ մասին հետևություններ անելու համար հաստատ պետք չէ սպասել 100 տարի, բավական է անգամ 4 ամիս սպասել։ Շատ հարցերի պատասխաններ այդ առումով պարզ կլինեն, կարծում եմ արդեն առաջիկա ապրիլի 24-ին։ Հիմա կհարցնեք, թե այս երկար պատմությունը Արցախի և արցախցիների հետ ինչ կապ ունի։ Ասեմ, ունի ամենաուղղակի կապը։ 1990-ականներից ի վեր ազգովի ամենաշատ կորուստները տվել ենք հենց Արցախը նախ ազատագրելիս, հետո պաշտպանելիս և վերջում էլ ցավոք կորցնելիս։ Ու Ստեփանակերտի հուշահամալիրը տարվա ընթացքում մի քանի օր դառնում էր բազմամարդ հավաքների ու հանդիպումների վայր։ Հիմա ուշադրություն հարց գիտակներին։ Հոկտեմբերի 27-ին հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը ինչ են անելու արցախցիները։ Արդյոք արցախցի գործիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ կգան, կմասնակցեն հիշատակի արարողություններին։ Առ այսօր բաց աղբյուրներում իմ տեսածն ու լսածը հիմքեր են տալիս ենթադրել, որ դժվար թե։ Այսօր կարծես չկային, հաջորդ տարի էլ դժվար թե լինեն։ Առանձին պատվիրակությամբ են գալու արցախցիները, դա էլ դժվար է պատկերացնել, դա էլ կասկածելի է։ Ի վերջո, օրվա ընտրությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են իրականացրել, դե մնացածը արդեն պատկերացնում եք։ Այդ դեպքում ինչ են անելու արցախցիները։ Հիշատակի արարողություններ են անելու ավանդական օրերին, դրան ավելացրած նաև ասենք Արցախի վրա սեպտեմբերյան հարձակման ու վառելիքի պահեստի պայթյունի օրերը 2023 թվականից։ Դա էլ դժվար է պատկերացնել, ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ օր է սահմանել օրենքով, գուցե արցախցիները առանձին գնալու են, Արցախի կանչ հուշարձանին են ծաղիկներ դնելու Եռաբլուրում, ի դեպ այսօր այցելողներ եղել են, իսկ եթե Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները այդ հուշարձանին ծաղիկներ չեն խոնարհում, արդյոք դա նշանակում է վիրավորել արցախցիներին։ Իմ մտքով անցել էր, ըստ երևույթին ոչ միայն իմ մտքով, այս հարցը այսօր նաև Եռաբլուրում հնչել է։ Պատասխանն էլ։ Մեկահարց, քանի որ ձեր նախաձեռնությամբ Եռաբլուրում կանգնեցվեց եւ պարոն Վանեցյանի օժանդակությամբ կանգնեցվեց Արցախի կոթողը, Արցախի կանչի կոթողը, այսօր Հայաստանի տարբեր գերատեսչություններից մարդիկ այցելեցին այստեղ, պաշտոնյաներ այցելեցին, բայց կարծես թե խուսափեցին այնտեղ ծաղիկներ խոնարհելու, ձեր գնահատականը։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալի, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է եւ այս տղաները, բոլոր նահատակված տղաների 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Փաստացի օրը, որը պետք է համախմբեր հայությանը, որովհետև ի վերջո ենթադրվում է, որ կորստի ցավը բոլորինս է, հավասար է, համախմբելու փոխարեն այդ օրը կարծես նոր բաժանարար գծեր է ստեղծում հայության մեջ։ Այդ դեպքում ինչ պետք է անել։ Հարցը թվում է հռետորական է, բայց պատասխանը, հավատացեք, խիստ արդիական է, խիստ պահանջված է։ Մի քանի արդիական թեմաներ ևս կան, որոնք հրապարակի վրա են տարեսկզբից, դրանց կանդրադառնանք առաջիկա հանդիպումների ընթացքում, իսկ մինչ այդ ամուր եղեք, կհանդիպենք։